Եզեք դուք դեռ ձեր մեքենան դեռ չեն կանգնեցրել, հա, ճիշտ է։ Ես չեմ գնացել, իմ ընկերն է գնացել, 3 օր առաջ նորից կանգնեցրել են, իմաստը ո՞րն է, հիմա ես էլ բարձվեմ գնամ, էդի ծախսերը էլի, ընդեղ էլ ամեն ինչ թանկ է։ Դե այնտեղ ամեն ինչ թանկ է, հիմա որ դու այնտեղ մնաս, պետք է օրեկան առևտուր անես, իրանց մոտ էլ ամեն ինչը թանկ է։ Մենք որ ռեսի գնում ենք, մեր այդ ուտելու բանման ենք վերցնում, խալաձելնիկը, որ կարանանք մի քանի օր մնանք։ Մի քիչ sense արեք էլի մոտ։ Իսկ այնտեղ մեքենան կանգնեցնելու համար գումար չեն վերցնում։ Ով վերցնի։ Վրացական կողմ։ Դե դժվար գումար վերցնեն, ես նորից եմ ասում, ես չեմ գնացել, եթե պետք է իմը գնացել է։ Ձեր անունը կասեք։ Հեսա գև։ Ձեր անունը կասեք։ Իմ անունը Խարիտոն է։ Ազգանունը։ Արզիև։ Ներողդ մոտեցեք փոքր նախ։ Չէ, այստեղ կանգնեք էլի։ Հեմքով վերեք։ Քանի օր դեպի կամերան է դրել։ Բեռնափոխադրող կազմակերպություն ենք, Էլասկո Էքսպրես։ Հենց հիմա մեր մեքենան վրացական տամոժնիայում է։ Ինչ են ասում, օրինակ որ անցած։ Ասում են, որ պետքա բան արվի։ Հենց տամոժնյան սահմանակետում իրան արդեն ասել են, որ ձեր հարցը լուրջ է։ Մեր վարորդին չեմ մանում, վարորդին ասել են ձեր հարցը լուրջ է, եթե կոնյակով եք, ուրեմն ձեր հարցը լուրջ է։ Ու հաջորդ օրը տարել են բան, տամոժնյա, իրանց գեզի տամոժնյա վրա Թիվրիզի, մինչև այսօր դեռ փորձանմուշ էլ չեն վերցրել։ Ինչի համար է լուրջ, ինչով։ Ասում են պետքա էքսպերտիզա անենք, տեսնենք ձեր կոնյակի որակը որն է, բայց մենք ասենք չենք հասկանում տրանզիտ երկրում մեր կոնյակի որակը իրանց ինչին է հետաքրքրում, մանավանդ եթե անցակետում իրանց կնիքն են կախում, որ այդ մեքենան ոչ բեռնաթափվի, ոչ բեռնավորվի մինչև մյուս անցակետ։ Իսկ այդքան փորձել է ձեր աշխատակիցը պարզաբանում ստանալ, թե օրինակ երկիրը որքանով է։ Ես ձեզ ասեմ, հիմա իրանց մոտ մի քիչ լեզվական նաև խնդիրը կա, որ շատ-շատերը չեն խոսում։ Մեր վարորդը կարողացել է այս 5 շաբթի ուրբաթ շաբաթ կիրակի 2 շաբթի, այս 5 օրվա մեջ կարողացել է պարզապես պարզ իր թղթերը ում մոտ է։ Ոչ մեկ իր արդեն չի պատասխանում։ Թղթերը որտեղ են գտնում։ Տամոժնիայում ես ինչ որ չեմ կարող ասեմ որ ծառայության մոտ է, բայց գնացեք գտել է, լաշ է։ Հայաստանի կառավարությանը դիմել եք։ Մենք դիմենք Հայաստանի կառավարությանը, որ ինչ անի։ Դե նորը անցած քարորիային էր, որ էկոնոմիկայի նախարարը խոսում էր, ես լսում էի, որ փայլատիթեղների բաների հարցերը իբր լուծված է արդեն, կոնյակը դեռևս չէ։ Իբր ընթացքի մեջ է, ես չեմ կարող ձեր հարցերից։ Իսկ պայմաններ կան այնտեղ վարորդների համար, օրինակ եթե մեքենան կանգնեցնում է, վարորդը բնականաբար պետք է այնտեղ։ Դե մեքենայի մեջ մնում է վարորդը, ոչ մի սնվել է իր հաշվին, այսինքն բեռնափոխադրողի հաշվին է։ Որապահքի մեքենայի համար։ Ես նոր մեր վարորդի հետ չեմ խոսել դեռ, պետք է իրանից այսօր փորձանմուշ վերցնեին, մեր մեքենայից։ Բայց այնտեղ մեր վարորդի ասելով կանգնած է մոտորապես 30-ից ավել մեքենա։ Մեր հայկական գինիներով, կոնյակներով։ Կայանատեղի համար գումար վերցնում։ Ուսե դա ես դա չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ, որովհետև այդ տամոժնյան հիմա չգիտեմ իրանց մոտ ինչպես է էլի։ Ռուսական կողմը օրինակ եթե վերցնում է, ամբողջը մնում է բեռնափոխադրողի վրա այդ վճարումները իրանց մոտ վճարովի է, դեստեղ երևի չէ։ Իսկ երբ շփվում եք իրենց ներկայացուցիչների հետ, զգում եք, որ հատուկ դիտավորությամբ փորձում են ինչ-որ խոչընդոտել, թե ուղղակի օրենքով ընդհանրապես։ Չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ, իրանց ներկայացնելով ընդհանրակարգ է։ Դուք առաջին մեքենան է, որ ուղարկել եք, թե արդեն մի քանի մեքենա կանգնած եք։ Չէ, մեր ֆիրմայից առաջինն է, բայց այնտեղ ասում վարորդը շփվել է, այս քանի օրվա մեջ 30-ից ավել մեքենա է։ Երբ են կանգնեցրել։ Անցած 5 շաբթի օրվանից։ Ձեր անունը հասկանալ եք։ Պետրոսյան Արա։ Ինչպես։ Պետրոսյան Արա։ Պետրոսյան Արա։ Մերսի։ Դիմացը մի կանգնեք։ Եթե իրականում կներեք, խնդիրը կոնյակի հետ է, այս պարագայում ակնկալում ենք պարզաբանում ինչու են պահվում նաև գինիով բարձված մեքենաները, եթե խնդիրը կոնյակի հետ է եւ առհասարակ ինչ խնդիր կա, դա մենք ակնկալում ենք պարզաբանում եւ սպասում ենք պատասխանի։
որովհետև ունենք մեքենա նաև գինով վարձված այնտեղ կանգնած, արդեն մոտ 10 օր է, որից որ նույնիսկ նմուշարու չեն վերցրել։ Այսինքն վարորդին ասել են մեքենան փակեք եւ գնացեք երկար տևելու։ Իսկ ինչն է երկար տևելու, ինչն է խնդիրը, ոչ մի բնականաբար, ոչ մի բարձաբանում։ Կներեք, իսկ նախկինում նմանատիպ դեպքեր եղել են։ Նախկինում նմանատիպ դեպքերը եղել են Լարսի անցակետում, բայց Լարսը որոշ չափով ընդունելի է այն առումով, որ բեռները ուղարկվում են Ռուսաստանի Դաշնություն, Բելարուսիա, այսինքն Լարսը հանդիսանալով Ռուսաստան մի կողմից իրավասու է նույնիսկ անալիզ անցկացնելու այս պարագայում համատարած բոլոր մեքենաները չէին պահում օրինակի համար արտահանվող 30 մեքենաներից 3 մեքենան էին պահում անալիզ վերցնում մի 15-20 օր լինում էին դեպքեր 30 օր բայց մեքենաները նույնիսկ հետ չեն եկել մեր գործարանից ունեցել ենք բավականին մեքենաներ որ Լարսի անցակետում լաբորատոր հետազոտությունը անցկացվել, բայց մեքենաները հետ չեն ուղարկվել, այլ շարունակել են դեպի նշված հասցեով, այսինքն դատարկման։ Բայց այդ ժամանակ ո՞րն է եղել խնդիրը։ Գուցե նույն պատճառով հիմա են կանգնել։ Նույն պատճառով չեն կարող, որովհետև Ռուսաստանը ստուգում է իր երկիր մտնող ապրանքի որակը։ Այս պարագայում Վրաստանին մենք բեռ չենք ուղարկում, այսինքն այս բեռները նախատեսված չեն Վրաստանում բեռնաթափվելու, իրացվելու համար։ Վրաստանը այս պարագայում հանդիսանում է ընդհանրապես տարանցիկ երկիր, անալիզի ոչ մի խնդիր մենք այստեղ չենք տեսնում։ Շնորհակալություն։